Պայմանական ասած նախորդ երկու շաբաթը արդեն շտաբում ամփոփելու առիթ ունեցել ենք, գործընկերների հետ ֆիքսել ենք առաջիկա անելիքները, ունենք նաև հստակ ժամանակացույց, որ բնակավայրերում երբ ենք լինելու, այսօր էլ երկու բնակավայրում ենք լինելու, հիմա Ամբերդում ենք, հետո այցելելու ենք Ծիածան, գյուղական բնակավայրերի շուրջ կեսը արդեն այցելել ենք, առաջիկա շաբաթվա ընթացքում մեծամասնությունը քարոզարշավ ենք իրականացնելու գյուղական բնակավայրերում եւ օրվա երկրորդ կեսին, ուրեմն Էջմիածին քաղաքում, իսկ Էջմիածին քաղաքի մասով արդեն կեսից ավելին ենք այնտեղ եղել, հիմնականում բազմաբնակարան շենքերի հատվածը ամփոփել ենք, բոլոր տեղերից ստացած մեր տպավորությունը հետևյալն է, մարդիկ վստահում են պարոն Մեխակյանին, մարդիկ տեսնում են պարոն Մեխակյանի արած աշխատանքը եւ վստահ են, որ համայնքի զարգացումը հնարավոր է պարոն Մեխակյանի եւ մեր թիմի գլխավորությամբ եւ մենք էլ քաղաքացիներին հենց դա ենք խոս տալիս, որ ստանալով նոյեմբերի 16-ին իրենց վստահության քվեն շարունակելու ենք իրականացնել այն աշխատանքները, որոնց մեկնարկը տրվել է եւ առաջիկայում նաեւ մեծ ծավալի այլ աշխատանքներ են մեկնարկելու։ Ես այստեղ էլ քարոզարշավի ժամանակ նշեցի, որ կոնկրետ Ամբերդ գյուղի հետ խիստ կապված Քասախի ջրամբարի նախագիծը այս պահին արդեն ավարտական փուլում է, մենք ունենք հանրային ներդրումային կոմիտեի ուրեմն դրական հավանությունը եւ առաջիկայում կմեկնարկեն այստեղ նաև շինարարական աշխատանքները, ակնկալիքները բոլոր քաղաքացիների նույնն է անել գործ եւ մենք էլ խոստանում ենք, որ կանենք այդ գործը։ Խոսենք նաև որոշ մրցակիցների հայտարարությունների մասին, մասնավորապես Հաղթանակ դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանի մի հայտարարության մասին, նա նշել է իր խոսքերն եմ մեջբերում, որ ԿՊ-ն շանս չունի, մի քանի նախարար ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի ձեռքը բռնած Էջմիածնով ման են տալիս, իրենք իրենց ծափ են տալիս։ Խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Եթե նկատի ունեն իմ ներկայությունը այստեղ, ապա ում համար է գաղտնիք, որ ես պարոն Մեխակյանի թիմակիցն եմ, մենք պարոն Մեխակյանի հետ ոչ միայն թիմակիցներ ենք, այլ նաև ընկերներ ենք։ Ես բավական երկար ժամանակ նաև մարզում մարզպետ եմ աշխատել, այսինքն նաև այդ կարգավիճակով վաղ շաբաթ ամենքի բնակիչներին ծառայելու առիթ եւ հնարավորություն ունեցել եմ եւ իմ ներկայությունը այստեղ պայմանավորված է առաջին հերթին այդ հանգամանքով։ Ես խորհուրդ կտամ, որ նույնը անի նաև պարոն Խաչատրյանը եւ ինքն էլ իր թիմակիցների հետ քարոզարշավի դուրս գա, մասնավորապես օրինակ Լևոն Քոչարյանի եւ Իշխան Սաղաթելյանի հետ կարող է քարոզարշավի դուրս գալ եւ այդ արտահայտությունը, որ արել է ձեռքը բռնած, այո, իր ձեռքը բռնած է, բայց ընդամենը մի տարբերությամբ, որ երբ որ տեսախցիկները միացվում են, այդ ձեռք բռնելու պահը միանգամից կորչում է եւ բաց են թողում պարոն Խաչատրյանի ձեռքը, ի տարբերություն մեզ, որ բաց մեր դեմքով պարոն Մեխակյանի գլխավորությամբ քարոզարշավ ենք իրականացնում վաղարշապատի բոլոր բնակավայրերում։ Նաև մի մեղադրանք էլ է հնչեցրել ձեր հասցեին, որ մարդիկ խույս են տալիս կադրում Երևանից, ով աջակցում է Հաղթանակ դաշինքին, աշխատանքից ազատում ենք։ Խնդրեմ նաև այս մասին։ Ուրեմն թող ասեն ում են ազատել աշխատանքից եւ ինչի համար են ազատել աշխատանքից, մասնավորապես ես Հաղթանակ դաշինքին կամ այլ որևէ ընդդիմադիր ուժի աջակցելու դեպքում ոչ մեկի չեմ ազատել աշխատանքից եւ առաջարկում եմ, եթե վստահ են, որ պայմանավորված է ազատումները այդ հանգամանքով, ապա պիտի ասեն ում են ազատել եւ ինչի համար են ազատել, որովհետեւ չեմ բացառում, որ ազատումներ եղել են, բայց եղել է այլ նպատակով այդ ազատումները, ոչ քաղաքական, առաջին հերթին նաեւ պայմանավորված են հանգամանքով, որ Հաղթանակ դաշինքը ինքը հասկացել է, որ ընտրողների մեծամասնության վստահությունը չի վայելում, ավելին ես վստահ եմ, որ իրենք գիտեին դրա մասին, որովհետև իրենք ընտրությունները պարտվել է Սևակ Խաչատրյանը եւ 2021 թվականին էլի համայնքապետի ընտրություններում եւ դրանից հետո ենթադրում եմ շտաբի պետի կարգավիճակով, երբ որ գլխավորում է Ռոբերտ Քոչարյանի շտաբը վաղարշապատում, ինքը գիտի իր աջակցության առավելագույնը, գիտի, որ այդ աջակցության առավելագույնը հարց չի լուծելու իր համար որպես այդպեսին, ավելին տեսնում է, որ այն մարդկանց վրայում հույսը դրել էր, որ պետք է միանան իրենց այն մյուս քաղաքական ուժերը, քոչարյանական քաղաքական ուժերը, մասնավորապես Մայր Հայաստանը, Ժառանգությունը, ցավով եմ արձանագրում, որ Ռաֆի Հովհաննիսյանի Ժառանգությունը համալրել է քոչարյանական տխրահարճակ ուրեմն ուժերի շարքը եւ նաեւ Մայր Հայաստանը եւ նաեւ Հայրենիքը իրենց մեծամասնություն ուղղակի 4% հավաքելու հնարավորություն չունի եւ հասկացել է Սևակ Խաչատրյանը, որ չի ստացվելու անել այն, ինչ իրենք ակնկալում էին անել Գյումրիում։ Այսինքն իր մեխանիզմը ինչ աշխատեցել են Գյումրիում, ակնհայտ է, որ վաղարշապատում չի լինելու, այդ պարզ տրամաբանության մեջ քոչարյանական ուժերի կեսից ավելին ուղղակի շեմը չի հաղթահարելու։ Իրենք էլ գիտեն այդ մասին, դրանով է պայմանավորված նաև Մայր Հայաստանի աղմուկը, երբ որ իրենք ենթադրյալ ինչ-որ խնդիրներ, որոնք ըստ իրենց արձանագրվել են 10 օր առաջ, այդ արձանագրված խնդիրների համար միայն 3 են դիմել ընտրական հանձնաժողովին
այն ակնկալիքով եւ այն հույսով, որ պարոն Մեխակյանի տեխնացիան գրանցումը չեղել կհամարեն, ես էլի եմ առիթ ունեցել ասել, ի տարբերություն Վանեցյանի եւ Ժառանգության, ում քաղաքական երգը որպես այդպեսի երգած է, ես կարծում եմ, որ Մայր Հայաստանը աշխատելու դեպքում հնարավորություն ունի իսկապես 4% ձայն հավաքելու եւ անցողիկ շեմը հաղթահարելու։ Նայեք, երբ վարչապետի գլխավորությամբ նաև որոշ քահանաներ եկեղեցում ծառայող խոսեցին եկեղեցում տիրող վարք ու բարքի մասին, սա շահարկում են հենց հիմա քարոզարշավի ընթացքում, մասնավորապես Սևակ Խաչատրյանը, Արթուր Վանեցյանն էլ իր խոսքում նմանատիպ մի բան հայտարարեց, ես ցիտեմ Սևակ Խաչատրյանի հայտարարությունը, որ եթե քվեարկում եք ՔՊԻ տեխնացուի օգտին, ջուր եք լցնում ՔՊԻ ջրաղացին, համաձայնություն եք տալիս հարձակվել եկեղեցու վրա։ Սևակ Խաչատրյանը շատ լավ պատկերացնում է, որ ինքը լինելով Քոչարյանի տեխնացուն եւ ինքը լինելով Դաշնակցության տեխնացուն քաղաքական այլ ասելիք չունի, բացի եկեղեցու հետ կապված հարցը շահարկելուց, ես եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ մենք մեր թիմը Հանրապետության վարչապետի գլխավորությամբ եկեղեցու հետ կապված որևէ հարց չունի, մենք ունենք որոշակի խնդրահարույց մասեր կապված որոշ հոգևորականների հետ եւ ավելին պիտի արձանագրեմ, որ եւ քարոզարշավի մեկնարկին եւ քարոզարշավի ընթացքում, երբ որ մենք քարոզարշավի ժամանակ հասնում ենք այնպիսի վայր, որտեղ եկեղեցի է գտնվում, անպայման այցելում ենք եկեղեցի եւ իրենք պիտի տեսնեն ընդամենը այն հոգևորականների հետ մեր շփումը, որոնց ուզում են մեզնից փրկել, այդ հոգևորականների հետ մեր շփումը հրաշալի է, մենք ունենք հրաշալի հարաբերություններ եւ մեր մարզի հոգևոր հայրերի հետ եւ մարզից դուրս այլ հոգևորականների հետ, իրենք էլ վստահաբար ուզում են ապրել ավելի լավ քաղաքում, իրենք էլ իրենց քաղաքի եւ համենքի հույսը վստահաբար կապում են պարոն Մեխակյանի հետ եւ վստահ եմ, որ հոգևորականներից շատերը ընտրելու են պարոն Մեխակյանին։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։